Թումանյանը հանճարեղ մարդագետ էր, նա հումանիստ, եւ ես իսկապես վստահ եմ, որ մենք չգիտենք Թումանյանի մեծության խորությունը։ Ուղղակի գիտենք պրիմիտիվ մակարդակում հեքիաթ գրող, երբ որ նախ պոեմները նրա, քառյակները ու նույն անգամ հեքիաթները խորը հոգեկերտվածքի բացահայտումն են ու մեր ամենածանր վատ շերտերի լուսաբանումը։ Գրական լեզվով շատ բարձր չհնչի, բայց ինչպես Դոստոևսկին համարվում է կլասիկան եւ հոգեկան խանգարումների հարցում ինքը մեծ ներդրում ունի, ես շատ մեծ սիրով ուզում եմ անպայման նշել, որ մեր Հովհաննես Թումանյանը ոչնչով չի զիջում Դոստոևսկուն եւ նման ինչ որ հեղինակների, որովհետեւ այո, ձեր թվարկած բոլոր հեքիաթները եւ այդ պատմությունները հենց իմ մասնագիտական տեսանկյունից եթե վերլուծություն կատարվի, հիանալի ուղղակի իլյուստրացիա է, թե ինչ է տեղի ունեցել նախորդ դարում, թե մարդիկ գուցե հոգեթերապևտի, հոգեբանի կրթություն չեն ունեցել, բայց հասկացել են կյանքը ինչ է։ Իրենք իրենց գրական լեզվով մեկնաբանել են տվյալ ժամանակում ինչ խնդիրներ կա, այդ պատճառահետևանքային կապը շատ պարզ երևացել է։ Եվ իրոք ես հիանում եմ հենց Հովհաննես Թումանյանի այդ բոլոր գիր ու գրական ստեղծագործություններով։ Իսահակյանն ասում էր շատ մի տխրիր, շատ մի խնդար սիրելիս, այս աշխարհում եւ ոչ մի բան հիմք չունի։ Վաղանցուկ են կան ու չկան սիրելիս բոլոր իրերն ու աստղերը անհունի։ Եվ երեք տնով տալիս է կյանքի ամբողջ էգզիստենցիալիզմի լուսավորումը։ Որ ամեն ինչ անցողիկ է, բայց ու պահի մեջ եղիր, վերջում ասում ես սերն էլ կանցնի, այդ որ ոչինչ ու ոչինչ, կյանքն էլ կանցնի։ Այսինքն չեք կարող բռնել ու կարճել։